Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորը լավ եք, ես սկսում եմ իմ առաջի վլոգը արդեն չաթրից, այստեղ Արամիս հետ գնում ենք կենթանաբանականագի, բայց այս անգամ արդեն իր դասընկերների հետ, քանի որ իրենց առաջի էքսկուրսիան էր, ծնողներով որոշեցինք մենք նույնպես միանանք, դե ինչ բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, իսկ մենք շարժվենք առաջ։ Тигран, выходим. Диана, выходим. Выходи. Сейчас. С роликом пойдем. Да. Так, Гранча, ты задерживаешь. Иди. Վերջի ես էլ իջա գոտկայով, սաչիկների տեսեմ, Елена. А здесь уточки. Уточки. Где-то если будет, найдем, купим. Марин, как ты, наверное, руками. Смотри, какая сова. Лицом туда все стоят. Опа, на тебя смотрит. Оп, посмотрел на тебя и туда все стоят. Сколько? Ой, тут несколько. Привет. Тебя отталкивает, не видишь, он или она. Привет! Все, привет, мой красивый! Сади! Они не кусаются. Это мама. Мама. Это мама.
Не знаю. Sofi, artık danış sana. Արանի Идем дальше. Я пошел. Егор, смотри сюда. Смотри, какая прелесть. Чудо. Позирует, гляньте, вот она сидит. Вот девочка. Yes, это ребята. Вот она будет. Давай. Иди сюда, иди. Потом я. Ստեղել մի քիչ խաղան ու գնանք տուն։ Մենք հոտ ծնողներով հոգնել ենք արդեն։ Ստեղ ենք մանգալի, որ ինձ են։ Այս երեխիք էներգիան հունիքն է, դեռ մի քանի ժամ ման կգային։ Так и будем стоять? Нам нельзя? Нет. Все бы очень желают. А это что? Стоять! Так, ноги, руки, убираем! Ноги, руки! Ноги, руки убираем! Аккуратно. Ноги, руки убираем! Собираемся, Мия. Милена, собираемся. Она взгляд на глаза. Амина, твоя!
Գիշերվա 1000-ին որոշել եմ, որ եկլաս թխեմ, այսինքն երեխեք ես 2 օր ինձանից քաղցր ինչ-որ բան եմ ուզում, կրեմը շուտանից եմ պատրաստեմ։ Սառնարանում դրած ինձ քիչ-քիչ ուտում են, ասեցի լավ է։ Դրան համապատասխան լինի եկլեղանել, չնայած ռուլետ է ուզում անել, սենց արագի մեջ ուղղակի սենց թխեմ ռուլետը ու վրան կրեմ կսեմ, կրեմ կսեմ ու տամ ուտեմ։ Բայց ասեցի լավ մի քիչ ջան անեմ ու եկլեղանենք։ Հիմա ջեռոցն եմ միացրել, մոռացել եմ ջեռոցն նախորդ մասն, հիմա սպասում եմ ջեռոցը տաքանա, որ տանեմ, տնեմ։ Ստեմի մասինա, 2 օրից ավետ կլինի։ Ասի արդեն համեն դրել է, որ որևէ չչորանա։ Ոնց են օգտագործել կրեմը, բաժակով ուղղակի փոքրիկ բիսկվիտներ է սարքում, դնում եմ միկրոալիքային վառարանը, փոքր չափաբաժնով, այդպես մեջտեղը հատված փոսիկի անում, մեկ գդալ կրեմ լցնում, այդպես ուտում էին։ Այսօր էլ էին դրան համաձայն, բայց ասեցի լավ ջան անեմ, եկլած սարքեմ, համել ազատվենք ես կրեմից վերջնականապես, շատ չմնա սառնարանում, մի քանի օր չմնա սառնարանում։ Մեզ մոտ օր է փոխվել, ամուսիներով գնացել են գնումների ու Աշանից գնել ենք 2 հատ պատրաստի բիսկվիտ, շոկոլադե եւ կունջութինը վաղը կփոխենք։ Եկեք հիմա սա փոխենք, առաջի անգամ ենք գնում ու առաջի անգամ եմ փոխել, այնտեղ ես փոխեցի կրեմ պատրաստել Եփովի, բայց ինձ մոտ կտրվեց կրեմը ինչպես միշտ։ Ու ասուն հարցը լուծեց, մի անգամից գնաց Կրասնիբելի ու պաստա գնեց սխթացած կա տարբեր ձևերի, բայց միայն պաստան կօգտագործեմ եւ շոկոլադ, որ վրան հալածնենք կամ կշարեմ, դեռ չգիտեմ, տեսեք այսպիսի տեսք ունի, իդեպ ասեմ շատ մաչելի էր, քանի որ վաղուց էր եղել, մոտավորապես արժեք հիմա ասեմ 120 կամ ոչ 150-ից բարձր, այսինքն մոտավորապես 120 կամ 150 ռուբլի, ոչ ավել։ Վերջ, սա էլ արդեն պատրաստի տորթը, ընդամենը 5 րոպե ինձանից պահանջեց, որ ստանանք այսպիսի համեղ տորթ, իդեպ ասեմ միայն բիսկվիտներ մի փոքր չոր կլներ իրեն կաթով կամ օշարակով նախորոք թրջել, նոր հետո պաստան կսել, ես իհարկե կտրելուց հետո դա հասկացա, բայց կլինի ցանկացած կրեմ, օրինակ Եփովի կրեմ, որ ինձ մոտ ուղղակի չստացվեց, պարզապես ցանկացած կրեմ կսելուց հետո ուղղակի թողնել 1-ից 2 ժամ, որ այդ ընթացքում հասցնի բիսկվիտը փափկի, որպեսզի ավելի համեղ լինի մեր խմորեղենը, բայց քանի որ իմ երեխաները անհամբեր էին, ես պաստան կսելուց հետո անմիջապես կտրեցի եւ մատուցեցի։ Ինչ որ է, այդպես էլ էր համեղ, հիմա այստեղ ինչ եմ անում, քանի որ ասեցի կրեմը կտրվել է, ես էլ չեմ փորձելու իրան վերականգնել, ոչինչ չեմ անելու։ Պարզապես դրեցի միկրոալիքային վառարանում մի քանի րոպեով, որ կարա քահալվի, սա հիմա տեղափոխեմ սառնարան, իսկ վաղարովեցան իրենից կստանանք շատ համեղ բիսկվիտ։ Ինչպես նկատեցիք, մեզ մոտ արդեն առավոտ շուտ է, ես այստեղ փորձում եմ երեկվա կրեմից ստանամ շատ համեղ բիսկվիտ, դեպ առաջի անգամ չի որ դա անում եմ, քանի որ ասեցի ինձ մոտ կրեմը հաճախակի է կտրում, ես իրեն էլ չեմ փորձում իրեն վերականգնել, քանի որ մի քանի անգամ փորձել եմ տարբեր միջոցներով վերականգնել ու ինձ մոտ դա չի ստացվել, ինչքան YouTube-ով, մի խոսքով տեղերով կա խորհուրդներ լսել եմ, նայել եմ, կարդացել եմ ու ինձ մոտ չի ստացվել կրեմը ետ բերել, ուղղակի փորձել եմ արդեն այլ տարբերակներ մանգալ ու գտել եմ այս տարբերակ, որ իդեպ շատ համեղ է ստացվում, եթե ձեզ մոտ է կտրվում, կարող եք այս տարբերակը փորձել։ Հիմա ասեմ ինչ եմ ավելացրել, 3 հավկիթ, 1 թեյի գթալ սոդա, 1 ճաշի գթալ խնձորի քացախ եւ տան ունեի մածուն, ավելացրել եմ մոտավորապես երևի 100 գրամ մածուն, ալյուր ինձ մոտ աչքաչափով է, երևի 200-ից կամ 250 գրամ, այնքան ալյուր եմ ավելացում, միջև սենց զանգված ստանանք, որոշեցի 2 մասի խմորը բաժանել, մասին ավելացրեցի 3 ճաշի գթալ կակաո եւ վերջ, սա էլ մեր բիսկվիտը, իդեպ ասեմ շատ համեղ է ստացվում, առաջի անգամ նորից եմ նշում, որ առաջի անգամ չեմ պատրաստել, պես որ կարելի է փորձել համեղ է ստացվում։ Ինչպես հասկացաք, մեզ մոտ օր է փոխվել, սա էլ արդեն մեր երկրորդ տարբերակը, հիմա փորձենք տեսնենք ինչպիսին է սա։ Չգիտես որտեղից ես մտածել եմ, որ մեր բիսկվիտը կունջութով է, բայց բացվեց այնտեղ գրած է մակ։ Չեմ էլ ուզում հասկանամ ես ոնց եմ կունջութն ու մակը խառնել իրար,
ինչ որ այա, ոնց եմ դա կարդացել։ Այստեղ ինչ եմ արել, սովորական բեզ եմ պատրաստել, բայց որոշեցի նաև մեջտեղի հատվածում մի փոքր պաստանենք, ինձ թվում է, որ այդպես ավելի համեղ կստացվի։ Սա էլ մեր արագ պատրաստվող խմորեղենը, այստեղ Արամիկը ինձ օգնում է դիզայնի պահով, ինչպես իրեն ձևավորենք։ Ես սկսեցի վերջացրեցի ու հասկացա, որ մոռացա բիսկվիթը մի փոքր խոնավացնեմ, նաև մոռացել էին առաջի ֆակտորը, որի մեր երեխեքը չեն թողնի, որ 1 կամ 2 ժամ անցնի, անմիջապես սկսելուց հետո ես իրեն կտրել եմ ու այդպես հիմա ունենք այն ինչ ունենք, իդեպ ասեմ, որ այս տարբերակն էլ շատ համեղ է, այնպես որ կարելի է մեկ-մեկ դնել սալդանում, երբ սիրտդ քաղցր ինչ որ մի բան ուզի, արագի մեջ ուղղակի 5 րոպեում կարելի է իրեն պատրաստել, գտնել տանից ինչ որ մի բան, ցանկացած կրեմ ստանալ եւ պատրաստել շատ համեղ է։ Ինչու՞ չէ կարելի է մեկ-մեկ օգտվել այս տարբերակներից։ Արգելինես մեզ մոտ անցած կադրից բավականին երկար ժամանակ անց է։ Հիմա այստեղ ինչ ենք անում, պատրաստվում ենք Լուսինեի ալբոմին, իդեպ ասեմ, այստեղ 4-րդ դասարանը համարվում է ավարտական դասարան, եթե մեզ մոտ այբենարանը ավարտելուց հետո, տարերը ճանաչելուց հետո հանդես ենք անում, հա, հանդեսից հետո արդեն ստանում ենք ալբոմ, իսկ այստեղ առաջի դասանում ալբոմ չեն ստանում երեխաները, ստանում են 4-րդ եւ իհարկե ավարտական արդեն դասանում են ունենում ալբոմ։ Այդ իսկ պատճառով հիմա այստեղ այգիում հավաքվել ենք ու սիրուն նկարներ ենք ուզում ստանանք։ Ու այդպես ընտրեցինք աշուն տարբերակ, անկեղծ կենեմ ասեմ, որ բոլորն են աշուն տարբերակ ընտրում, ինչու՞ չէ կարենք ընտրեինք ամառը, գարունը, ձմեռը, մի խոսքով այդպեսի սիրուն նկարներ ունենենք, բայց քանի որ գիտենք, որ անցնում են նույնիսկ տարիներ, նոր մեզ հասնում մեր ալբոմը, դրա համար ցանկացանք նախորոք շուտ նկարվել, որ գոնե 1 տարի անց ունենանք այդ ալբոմը, որտեղ վստահ չենք, որ ժամանակին կունենանք, քանի որ ասում են, որ բոլորն են մի ձևի աշխատում, իհարկե չեմ ուզում բոլորին մի արշինով չափեմ, բայց ցավոք սրտի այդպես է ստացվել, ունենք մի քանի փորձեր, որ նույնիսկ 3 տարի անց են տվել ալբոմը, բայց ես մեկը գալիս եմ այն համոզմանքը, որ դա անհատից է կախված, մարդուց է կախված ստուդիայից, թե ստուդիան ինչպես է աշխատում, ինչ պատասխանատվությամբ ամոտենում իր գործին, դա կախված է իհարկե ինձ թվում է մարդուց, քանի որ վերջի հիմա տեխնիկայի դարաշրջանը ամեն ինչը ձեռքով չի արվում, տպելը, ամեն ինչը սաղ արվում է տեխնիկայով, այնպես որ ձեռքի աշխատանք չի, որ դասանում կա 20-26 հոգի, որ ամեն մեկին անհատական պետքա ձեռքի աշխատանքով դարվի, դա ընդամենը ամբողջ արվում է տեխնիկայով, ինձ թվում է դա գալիս է արդեն ստուդիան, թե ինչպես է ստուդիան մոտենում իր աշխատանքին ու ինչքանով է ինքը պատասխանատու։ Մի խոսքով, դրա համար ընտրեցինք աշուն տարբերակը, որ ավելի շուտ նկարները պատրաստ լինի, որ ավելի շուտ ստանանք մենք մեր ալբոմները։ Այդպես, իսկ մնացած կադրերն արդեն կլինի ստուդիայում, ունենք 2 տարբերակ, կամ իրենց դպրոցական համազգեստով նկարվում են դասարանում, դասարանում կամ ստուդիայում, մենք որոշեցինք ստուդիայում, քանի որ ասեցինք դպրոցում լիքը նկարներ ունեն, ընտրեցինք ստուդիա տարբերակը։ Այդպես հիմա սպասում եմ Լուսինեն ընկերու հետ մի փոքր այգիում խաղա ու գնանք արդեն տուն։ Իդեպ այնտեղ լուսանկարիչը մեզ նկարեց, վերջացեց, արդեն անցավ բարձր դասարանին նկարելու։ Մեզ մոտ երեկո է, ամուսիններով գնացել են գնումների, տանից հենց դուրս են գալի, երեխեք ամեն մեկ իր ցանկությունն է հայտնում, ու Մարկոս այս անգամ խմորեղեն ա ուզել, տորտ ա ուզել, ասեց պապ տորտ եմ ուզում, հիմա ասում կանգնելա տորտ գնի ու գնանք արդեն տուն։ Սա էլ մեր խմորեղենը, իդեպ ասեմ, շատ համեղ էր, հատապտուղներով, սերուցքով, ուղղակի ըստ ինձ այս փոքր չափաբաժնի համար, այս փոքր հատ խմորեղենի համար սերուցքը շատ էր։ Չգիտեմ, ես որ շատ եմ սիրում սերուցք, առաջնային կրեմներից ասեմ, որ ամենաշատը սիրում եմ սերուցք, բայց ինձ համար նույնիսկ այդ չափից դուրս շատ է։ Մի խոսքով եկեք ես համեղ տեսարանից է ձեզ ասեմ հաջողություն, մնացեք լավ, եղեք բարի, միշտ շփտացեք, կհանդիպենք մյուս վլոգներում։ Пока-пока։